Բարև հայր ջան, ուրեմն առավոտը մի հատ վիդեո տեսա, որտեղ մեր հայրենակցուհին ֆիքսել էր Երևանում շրջող թուրքական շտապ օգնության մեքենա։ Բոլոր նորմալ ու adekvat հայերի նման, հայր ջան, բոլորիդ պես նույն ջղայնությունը ես ապրեցի ու որոշել էի վաղը այս հարցին անդրադառնամ, մինչև մի հատ ոմն Նարեկ Զեյնալյանի գրառում տենալս։ Հեսա դրան անդրադառնամ։ Ու մեկը ես այդ վիդեոն դրեցի իմ էջերում ու ալիքներում ու գրեցի, որ դե իհարկե ինչ հեղափոխություն, ինչ վերածննդի շարժում, գնացեք ընտրության ու ոնց որ միշտ։ Նկատի ունենալով նրանց, ովքեր ասում են սպասեք ընտրությունների, ես էլ ասում եմ, որ ոչ մի ընտրություն, ամեն օր նման մի բանի հանդիպում ենք ու շտապել է պետք։ Ուրեմն ինչա գրել այս ճակերտավոր խելացին, այդ Նարեկ Զեյնալյանը, ով հանդիսանում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն։ Հեսա բառացի կարդամ լսեք, գրում է, ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան այլ պետության և քաղաքական երանգավորում տալիս, անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենան է, կապ չունի էլի, կարա ադրբեջանական լինի։ Ուրեմն ճակերտավոր խելացի, ցավում եմ, որ քո նմանն է ԲԿ-ի տնօրեն, որովհետև տարական ուղեղ ու գիտելիք է պետք, որ հասկանաս, որ էսի հենց քաղաքական հարց է, ոչ թե բժշկական։ Հեսա հերթով դրան էլ կհասնենք ու կարող է հասկանաս, որ էսի քաղաքական հարց է։ Լսի ուշադիր։ Հիմա սա ինչ է գրում հետո։ Գրել է. Հիմա դեպքի հետ կապված ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հələ սրանց աբսուրդը պատկերացրեք էլի, սրանց թվում է, որ այս երկիրը մի հատ մեծ ու անհաջող մանկապարտեզ է, մեջն էլ լրիվ դեբիլ երեխեք են, ու այն որ ամենախելացին իրանք են էլի։ Հեսա կասեմ, սպասեք սրա գրածի վերջն էլ կարդամ ու ամեն ինչ հերթով։ Վերջում էլ գրել է, ՀԳ հայրենասերներին ճակերտների մեջ է գրել էլի հայրենասեր բառը։ Հեսա հերթով։ ՀԳ ճակերտավոր հայրենասերներին առաջարկում եմ ինչ-որ այլ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում, մասնավորապես ոմն Լարա Մուրադյանին։ Ուրեմն լսի այդ ճակերտավոր կարևոր մարդ, կյանքում ուրիշ զբաղմունքը ո՞րն է։ Հայրենիքի համար մտահոգվելը այդ երբ վանից է արա զբաղմունք, հա։ Կամ այդ ինչ քմծիծաղով ու ճակերտներով ես գրում հայրենասեր մի ամբողջ ազգի, հա։ Բացի ԿՊ-ից հետ բոլորին անվանում ես ճակերտավոր հայրենասեր։ Արա դուք շատ չեք ձեր վրա վեկալում։ Արա ով եք դուք ընդհանրապես։ Բաց նրանց այս կտերը ուտողները, որ գրում են, այ մարդ լավ հանգստացեք, մարդը պարզաբանել է։ Ուրեմն ուշադիր լսեք, տենց էլ ձեր ուղեղը աշխատացնելու հետ չկապող զանգված։ Լսեք Ֆրանսիայից Հայաստան շտապ օգնությամբ հիվանդի տեղափոխման աբսուրդը։ Իրանց նշած այդ Ֆրանսիայի Կոլմար քաղաքից Երևան ճանապարհը 3899 կիլոմետր է։ Ցամաքային ճանապարհով ու շտապ օգնության մեքենայով այդ նշանակում է առնվազն 50-ից 60 ժամ, այսինքն 2.5 օր։ Ու այդ այն դեպքում, եթե մեքենան գնա մաքսիմալ արագությամբ ու անընդմեջ, այսինքն առանց կանգնելու, բայց տենց ոնց է հնարավոր մի քանի սահման անցնելուց, մաքսային կետերի հերթերի մեջ կանգնելուց, որոնք ֆիզիկապես ճեղքելը անհնար է, եթե անգամ զիջենել։ Ու դե էլ չեմ ասում ջուր խմելու, հաց ուտելու ու զուգարանի համար կանգառները։ Եթե հիվանդը իսկականից տենց շտապ պետք է մի հատ բժիշկի հասներ, ուրեմն ով չգիտի իմացեք, որ եվրոպական բժշկությունը չի տեղափոխում նման հիվանդին ցամաքով հազարավոր կիլոմետրեր, երբ գոյություն ունի օդային բժշկական տեղափոխման ստանդարտ մեխանիզմներ։ Էսի անգամ բժշկական տրամաբանությունը կոնկրետ հակասող պատմություն է։ Հաջորդ հարցը, այդ տեն շտապ բժշկի կարիք ունեցող հիվանդի համար, այդ ամբողջ ճանապարհի համար ընդհանրապես մի հատ բժիշկ ու հիվանդանոց չկար։ Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Բուլղարիա, Թուրքիա, այդ երթուղու վրա կան տասնյակ բարձրակարգ հիվանդանոցներ ու ճակերտավոր ճարպիկ Նարեկ Զեյնալյան, եթե հիվանդը կարար անցներ այդ եկա ճանապարհը, ուրեմն կամ իր հարցը շտապ չէր ձեր համար,
Կամ էլ պատմությունը ներկայացնում եք կիսատպռատ ու մանիպուլատիվ։ Հիմա այդ կտերը կերած ձեր զանգվածի համար հաջորդ հարցը, բա ինչի հենց թուրքական շտապօգնության մեքենա, թե հայերի հետ այն տիպի կապ չունեք, որ չեք պատկերացրել ինչ ռեակցիա կարա լինի։ Եթե էսի զուտ բժշկական հարց է, բա ինչի է թուրքական պետական շտապօգնության մեքենա ներգրաված, ոչ թե ասենք ֆրանսիական, գերմանական կամ միջազգային բժշկական ծառայություն։ Ու չակերտավոր մոզգ, այս արդեն քաղաքական ու պետական հարթության հարց է, ոչ թե հայրենասիրական զգացմունքների շահարկում կամ բժշկական էպիկրիզի պահանջ։ Ու նայեք, հայր ջան, սրա նմանների այսպես գրառումները ոչ այլ ինչ են, քան հանրային արձագանքի արժեզրկում, երբ պետական բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնողը հայրենասեր բառը գրում է չակերտների մեջ, ինքը ոչ թե պարզաբանում է տալի, այլ բացահայտ ծաղրում է հասարակության ազգային զգայունությունը, իսկ հայ ազգային զգայունություն ծաղրողը կամ մի կեսով ադրբեջանցի է, կամ էլ թուրք, կամ էլ երկու կեսով էլ իրար հետ, կամ էլ նման պաշտոնի դիրքից ինստիտուցիոնալ անհարգալից խոսքի ցուցաբերող։ Ու դու նայեք ով է փորձում հաստատի, որ իբր այս չակերտավոր մոզգը ճանապարհի հետ կապված ճիշտ է ասում։ Նորից ԿՊ-ական, անազգանուն ինչ էր, Ռուստամ Բաքոյան։ Ինքն էլ ասում է, որ իր ազգակիցն է եղել այդ հիվանդը ու ինքն է օգնել Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապօգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան։ Ես չգիտեմ, կարող է իրոք հիվանդը կա ու հարցը դա չի ընդհանրապես, առողջություն հիվանդին։ Ես անգամ գիտեմ, որ ինձ հասած տեղեկությամբ 43 տարեկան ազգությամբ եզդիպ ջահել տղա է, կոմայի մեջ։ Ես ոչ միայն առողջություն եմ ցանկանում սրտանց, այլ նաև եթե իմ կարիքը հարազատներին եմ դիմում տվյալ մարդու, եթե իմ կարիքը, մեր կարիքը որևէ բանով ցանկացած պահի պետք կլինի, մենք պատրաստ ենք։ Ու սա շեշտում եմ հատուկ նեղ հասկացող մարդկանց համար, որ այն ինչ ես խոսում եմ բացարձակ կապ չունի հիվանդի ով լինելու հետ, հիվանդության աստիճանի հետ, սա լրիվ ուրիշ պատմություն է, սա ես խոսում եմ այն բանից, որ կոնկրետ փաստացի Հայաստանում նկատվել է Թուրքիայի շտապօգնություն, որը պետք է չնկատվեր, ու թող ոչ մեկ չասի ուրիշ ձև չկար, ուրիշ ճանապարհ չկար։ Լավ, պրիմիտիվ բան, մտավ Հայաստան այդ թուրքական շտապօգնությունը։ Սահմանից հետո հայկական շտապօգնություն չկար, փոխարիներ։ Տենց մի վարքյան է տևում։ Այս մեքենայից հիվանդին տեղափոխում են մյուս մեքենան։ Այսինքն կարանք դիտարկենք սա փորձարկում ազգի ռեակցիայի։ Դե տեսեք ռեակցիան։ Ու որպես ռազմինկա տեսեք, ու նորից հատուկ մանիպուլյացիայի ջիղ ունեցողների համար եւս մեկ անգամ, ես գիտեմ ինչ եմ անում, կան բարդ, այլանդակ բարդ հասկացողներ, դրա համար նորից եմ շեշտում, այն ինչի մասին ես խոսում եմ, բացարձակապես կապ չունի հիվանդի առողջության, առողջանալու, ոչ մի բանի հետ բացարձակ, այդ հիվանդի տեղը կարար ձեզանից մեկը լներ, ես լնեի, մյուսն դա չի հարցը, նորից եմ կրկնում, հիվանդին առողջություն, մեր կարիքն էլ, իմ կարիքն էլ լինի, ես պատրաստ եմ ամեն ինչով, մենակ այդտեղ են շուտ վերականգնվի ու դուրս գա հիվանդանոցից, բայց ես ուրիշ բանից եմ խոսում, արա ոնց է այդ ֆրանսիական շտապօգնության մեքենան վերածվել թուրքականի ու եթե անգամ տենց է եղել, բա Հայաստան մտնելուց խիչը վերածվավ հայկական շտապօգնության, հա? Մի հատ էլ գրել է, որ անընդունելի է համարում ու դատապարտում է նման զգայուն հարցերը քաղաքական շահարկման թեմա դարձնելը։ Հիմա նորից եմ կրկնում, որ քաղաքական շահարկման թեմա դարձված չի այդ տղեն, դարձված չի այդ տղու առողջական վիճակը, ոչ էլ քաղաքական թեմա է դարձված բժշկական կանոնակարգերն ու մյուսը, այլ կոնկրետ փաստը, որ Հայաստանում չպետք է լիներ թուրքական շտապօգնության մեքենա, բայց կա, այն դեպքում, որ նորից եմ կրկնում, կարար սահմանին էլ փոխվեր դառնար հայկական, ու ընդհանրապես կա միջազգային բժշկական ծառայություններ, որոնք կարային ստանձնեին, անեին։ Ու այդ լոլոները, որ ոչ մեկ չստանձնեց, Թուրքիային գումար տվեցին, մենակ ինքը բերեց, բա մեր հայերին ի՞նչ է եղել։ Ուստեղ ամբողջ հարցը էս է, ոչ թե հիվանդի առողջական վիճակը, հիվանդի ով լինելը,
Եկեք վերցնենք հիվանդ չեն տեղափոխել, ուղղակի ինչ-որ կարևոր սարքավորում, որ այն առավել խորապես բութ ուղեղները չասեն մարդը հիվանդ է, դուք իր առողջական վիճակը քաղաքականացնում եք։ Այն որ այսքանից հետո էլ եթե չհասկանաք, դա ձեր խնդիրն է, ուրեմն էլ հասկացեք, հնարավորինս մանրամասն ներկայացնում ու բացատրում եմ ստեղ խնդիրը ինչն է ու խոսքս ինչի մասին է։ Ու հեսա ես կբացատրեմ, թե ոնց է այս քաղաքական հարց, падգամավոր։ Ուզում եք ասեք, որ այս ՔՊ շղթայի համընկնումը պատահական է։ ԲԿ-ի տնօրենը ՔՊ-ական, հաստատողը ՔՊ падգամավոր, պաշտոնական տոնը նույն բառապաշարով։ Այս անկախ մասնագիտական պարզաբանում չի, այլ նույն քաղաքական թիմի ներսում համաձայնացված ինքնապաշտպանություն։ Ուրեմն լսի, իրականում ինչա պարզաբանումը ԲԿ-ի չակերտավոր խելացի տնօրեն։ Ու համել կարող էր ժպտացող ուղեղիդ հասնի, թե ինչքանով է այս հարցը քաղաքական, որտեվ թուրքական շտապօգնության մեքենայի Երևանում հայտնվելու պարզաբանումը պահանջելուց քեզանից շատ ավելի խելացի մարդիկ չեն սպասում հիվանդի էպիկրիզ ցույց տաս, այլ քաղաքականապես հիմնավորես ու պարզաբանես, ու իսկական պարզաբանումը պետք է պարունակի բժշկական ցուցումի գրավոր հիմքը, ինչի օդային ճանապարհը հնարավոր չէր, որ երկրում ու ինչ իրավական հիմքով է ներգրավել թուրքական պետական ծառայությունը ու ինչ պայմանագրային կամ միջպետական մեխանիզմով։ Սրանցից ոչ մեկը դու չես ներկայացնում ու անունը դնում ես պարզաբանում, հա, այ չակերտավոր պարզաբանող։ Հանրությունը չի արձագանքել հայրենասիրական հիստերիայով, հանրությունը արձագանքել է տրամաբանական հարցերով, ու Լարա Մուրադյանը, նկարահանող աղջիկը, ում դու գրում ես ոմն, իմ ու մեր նման շատ ու շատ հայերի պես մտահոգ է ու ոչ մի պատրվակով չի ուզում ձեր այդ կիսալուսինը մեր սուրբ հողում տենա, այ ոմն Նարեկ Զեյնալյան, դուրդ գալիս է, որ սենց եմ խոսում, չակերտավոր հայրենասեր, ոմն, հա, ու դու ենքան ես վրեդ վեկալ է, որ ուղիղ ու տրամաբանական հարցերին պատասխանում ես կամարանքով ու չակերտներով, այդ արդեն խնդիր է, ու ոչ թե ժողովրդի խնդիրն է, այլ քո մասնագիտական ու բարոյական մակարդակի։ Էս է տարբերությունը պարզաբանում տալու ու հասարակությանը հիմարի տեղ դնելու մեջ։ Ու դիմում եմ ամբողջ հայ ժողովրդին, միշտ արձագանքեք ու բարձրաձայնեք ցանկացած նման հակահայկական դեպքերի մասին։ Դուք դրա իրավունքն էլ ունեք ու ձեզ ոչ մեկ չի կարա դա արգելի։ Որոշ ոմաններ էլ քմծիծաղով թե չակերտներով ինչ էլ կգրեն, իմացեք, որ ձեր բարձրաձայնելով ու արձագանքելով խփել եք ճիշտ նշանակետին։ Ու մեծ շնորհակալություն Լարա Մուրադյանին այդ տեսանյութը նկարելու ու տարածելու համար, որ բոլորս իմացանք։ Կոչ եմ անում բոլորիդ, ինչ հակահայկական բան տենաք, նկարեք, բարձրաձայնեք, արձագանքեք։ Ես բոլորիդ հետ եմ, որովհետև նորից եմ ասում, սրանք իրանց այս գրառումներով ու քմծիծաղներով ուղղակի ուզում են այդ հանրային արձագանքն էլ թուլացնեն, չի լինելու, արա։ Ժողովուրդ, ամեն հակահայկական մանրուք տեսնելուց բարձրաձայնում եք ու դարձնում եք հանրային արձագանքի թեմա, ու հիմա ավելի հստակ կրկնում եմ, որ սրանցից ազատվելու միակ միջոցը ամենաուշ 2-3 ամսից վերածննդի շարժման իրականացումն է, ու ոչ մի ընտրության սպասել։ Սրանք այսպես արխային են, մտածելով, որ մեկը ժողովուրդ դուրս չի գա։ Դե ժողովուրդ, մնացածն էլ ոնց գիտեք։ Մենք դուրս ենք գալու ու բոլորդ պետք է մեզ միանաք։ Սրանցից մինչև ընտրությունները պետք է ձերբազատվենք առանց մի հատ օրենք խախտելու կամ սահմանադրական կարգ տապալելու։ Այս նման ոմաններին ու չակերտավորներին մինչև ընտրություններ հանդուրժող չկա։ Հենց որ հայեր ջան, նորից եմ սրանց դուրը չեկած կոչս անում։ Միանում եք վերածննդի շարժմանը ու վերջ։ Ու այս պահի համար հələ որ այսքանը։ Մնացածը տենանք ինչ ալում ու ըստ այդմ կհասկանանք ինչ ենք անում։ Լավ մնաք։